Հունիսի 7-ին ավարտվում է Արարատյան շաբաթը եւ Հայաստանյաց Առաքելական եկեղեցին տոնախմբում է Սուրբ Էջմիածնի տոնը։ Այդ օրը Մայրաթորի տարածքում ու տաճարի կամարների ներքո կարելի է տեսնել տարբեր երկրներից ժամանած հայերի։ Սուրբ Էջմիածինը այն կապն է, որ աշխարհասփյուր հայերին միավորում է մեկ հոգևոր հայրենիքի շուրջ։ Հենց այդ պատճառով էլ հազարավոր մարդիկ անկախ բնակության երկրից ուխտի են գալիս Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Սուրբ Էջմիածնի տոնը հայ առաքելական եկեղեցու կարևորագույն տոներից է, որը նվիրված է Մայր տաճարի հիմնադրման տեսիլքին։ Ըստ ավանդության 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է ունեցել։ Տեսել է երկնքից իջնող Քրիստոսին, որը ոսկե մուրճով հարվածել եւ ցույց է տվել ապագա տաճարի տեղը։ Այդ տեսիլքից էլ ծնվել է Էջմիածին, միածնի իջման վայր անվանումը։ Տոնը հաստատվել է ի հիշատակ այդ իրադարձության եւ ընդգրկվել է Արարատյան շաբաթվա տոների շրջանակում, քանի որ այն անմիջականորեն կապված է հայ ժողովրդի քրիստոնեական ինքնության ձևավորման, ժողովրդի հոգևոր ազգային կյանքի նոր սկզբի հետ։ Տոնին նախորդող Արարատյան շաբաթը միավորում է Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ առնչվող կարևոր իրադարձությունները։ Դարերի ընթացքում Մայրաթորը դարձել է ազգային ինքնության պահպանման գլխավոր հենարաններից մեկը։ Էջմիածինը միշտ մարմնավորել է ազգային միասնության գաղափարը։ Այստեղ են ընդունվել կարևոր եկեղեցական ու ազգային որոշումները, պահպանվել ձեռագրեր ու մշակութային գանձեր, կրթվել հոգևորականներ ու մտավորականներ։ Հայ ժողովրդի համար Էջմիածինը հոգևոր կենտրոն լինելուց բացի նաև ազգային հիշողության, մշակույթի շարունակականության եւ ինքնապահպանման խորհրդանիշ է։ Այդ պատճառով Սուրբ Էջմիածնի տոնը նաև հայ ժողովրդի հոգևոր ինքնության տոնն է, իբրև հիշեցում, որ դարերի փորձությունների մեջ հայության միասնականության առանցքը եղել եւ մնում է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Հունիսի 7-ին Մայր տաճարում պատարագ կմատուցվի, որի ժամանակ կհնչի աղոթք հայոց եկեղեցու, ժողովրդի եւ հայրենիքի համար։ Կկատարվի նաև մաղթանք հանուն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։